Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, ներողություն խնդրելու դժվարության մասով եկեք արձանագրենք, որ մինչև այս պահը դուք կամ ձեր խմբակցության պատգամավորներից ոչ ոք ներողություն չի խնդրել հայ սակրավորների մահը ցանկանալու համար, հատկապես Էդգար Ղազարյանը, թեպետև Էդգար Ղազարյանը երկու անգամ այլ առիթով ստեղ ներողություն խնդրելու հնարավորություն ունեցել է։ Հիմա վերադառնամ բուն հարցից, ձեր եւ Հայաստան Դաշնքի խմբակցության որոշ պատգամավորներ պնդում են առայն, որ հունիսի 7-ի ընտրությունները եւ ազգային ժողովը լեգիտիմ չէ, խնդրում եմ պատասխանեք հստակ դուք կիսում եք այդ տեսակետը թե ոչ, եւ եթե կիսում եք ինչպես եք պատգամավորի մանդատ վերցրել եւ ինչպես եք այստեղ պատգամավորական գործունեություն ծավալում եւ ավելին առաջադրվել եք ազգային ժողովի փոխոսնակի բարձր պաշտոնում եւ ընտրվելու դեպքում արդեն որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ արդյոք կփոխեք ձեր դիրքորոշումը եւ խոսեք ձեր թիմակիցների հետ ազդելու նրանց կարծիքի վրա, ովքեր նման կարծիք ունեն։ Շնորհակալություն։ Ես, պարոն Հովհաննիսյան, չգիտեմ, միգուցե դուք նիստերի դահլիճում չեք եղել։ Ձեր գործընկերներից մեկը, պարոն Աղաջանյանը, այդ մասով հարց է տվել, հստակ պատասխան եմ տվել։ Եթե արձագանքի ժամանակ կուզեք, ես նկատում եմ կարծես պարոն Հարությունյանն էլ այդ հարց ունի, եւս մեկ անգամ կանդրադառնամ, առանց որևէ դժվարության, առանց որևէ սեթևեթանքի։ Ինչ վերաբերում է ընտրությունների լեգիտիմության հետ կապված հարցին։ Ես եղել եմ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում, նախքան այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ես Սահմանադրական դատարանում ներկայացրել եմ այնպիսի հիմնավորումներ, որոնք վերաբերել են վարչական ռեսուրսի չարաշահմանը, որոնք վերաբերել են ատելության խոսքի տարածմանը, որոնք վերաբերել են, գիտեք, իրավիճակի ընտրական գործընթացի անհավասար պայմաններին։ Ես նկատել եմ վերջին օրերին կարծես նիստերի դահլիճում ընտրությունների հետ կապված հարցը վերացվում է զուտ հունիսի 7-ի օրվա հետ կապված։ Մինչդեռ հունիսի 7-ը հավաքական իր մեջ ներառում է փետրվարի 7-ից մեկնարկած գործընթացը։ Օրինակ, երբ ես ասում եմ, որ կենսաթոշակները բարձրացվել են ընտրական գործընթացի ընթացքում, ես դա ասում եմ նրա համար, որ այն չի բարձրացվել օրինակ հունվար ամսին, այլ այն իրականացվել է մարտ-ապրիլ ամիսներին, երբ արդեն իսկ կար բարեգործության արգելքը, որ պատկերացնեք, փետրվարի 7-ից սկսած որևէ ուժ չէր կարող նույնիսկ անհատույց փաստացի մի գիրք նվիրել որևէ մեկին, եւ դա առաջացնելու էր բարեգործության արգելքի խախտում։ Դուք մի հսկայական կենսաթոշակի բարձրացում եք իրականացրել։ Մեկը ասում էր, որ այդ ժամանակ մենք չենք կարողանում նույնացնել, թե այն անձը, որը կենսաթոշակը բարձրացել է եւ ստացել է այդ կենսաթոշակը, եկել ձեզ է քվեարկել, թե ոչ։ Եկեք կլինի դիրքերով փոխվենք։ Թող այդ խնդիրը լիներ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքինը։ Մենք էլի աշխատավարձա, թոշակա եւ այլն բարձրացնեինք ու մտահոգվեինք, տենաս դա կաշխատի թե չէ։ Մենք ունենայինք հնարավորություն վարչական ռեսուրսի տեսանկյունից չարաշահում իրականացնել, հետո հասկանայինք դա կաշխատի թե չէ։ Իդեպ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված իմ պնդումը ես պարզապես չեմ կատարում։ Ես այդ դեպքերից մի քանիսը, որը կարողացել ենք արձանագրել, տարել եմ վարչական դատարան։ Ատելության խոսքի հետ կապված ես պարզապես պնդում չեմ անում։ Ես դա տարել եմ վարչական դատարան, որից հետո է Սահմանադրական դատարանը հավաքական իմաստով այս ամենը արձանագրել։ Լավ, ի վերջո չենք հիշում այդ ժամանակահատվածում քաղաքական իրավապահ համակարգի, այսպես ասած, բաղադրիչը ինչքան մեծ է եղել։ Ինչ հետապնդումներ են եղել, ինչ աստիճանի ձերբակալումներ եւ պարտադիր կալանքներ։ Էլի հիշենք, հա, խափաման միջոցների հետ կապված պարտադիր կալանք։ Իդեպ ընտրություններից հետո կալանքները պակասեցին այդ դեպքերով։ Ուրիշ դեպքերով սկսեցին աճել։ Արձագանք։ Սա եթե լեգիտիմության խնդիր չի։ Շնորհակալ եմ, պարոն Վարդևանյան, իմ հարցին չպատասխանեցիք, արդյոք կիսում եք այդ տեսակետը, որ ազգային ժողովը լեգիտիմ չէ, դուք այս ազգային ժողովում առաջադրվել եք փոխոսնակի պաշտոնում։ Իսկ ինչը վերաբերում է թոշակների բարձրացման վերաբերյալ, մենք այս տարիների ընթացքում բազմիցս թոշակները բարձրացրել ենք։ Խնդրեմ նաև ասեք, արդյոք կան ձեր թիմակիցներից ունեն, թիմակիցներում կան ծնողներ, տատիկներ, պապիկներ, ովքեր ստացել են այդ թոշակներից եւ ձեր ասած տրամաբանությամբ օրինակ եկել են քվեարկել են մեր օգտին։ Դուք վերջերս Սահմանադրական դատարանի հետ առնչվելիս գործընթացի կիզակետում եք եւ իմ կարծիքով պետք է ձեր թիմակիցներին հավուր պատշաճի ներկայացնենք, որ Սահմանադրական դատարանի
որոշման եւ հիմնավորումների մասին եւ ներկայացնենք, որ ազգային ժողովը, 9-րդ գումարման ազգային ժողովը լեգիտիմ է եւ եթե հասցնեմ ասեմ նաեւ, որ եթե ոչ լեգիտիմը վերաբերում է ձեր թիմի ստեղ ներկա գտնվելու մասին, ապա վստահաբար այդ կարծիքը կարող եք կասկածի տակ դնել, շնորհակալություն։ Լեգիտիմության հետ կապված վստահաբար կարող եմ ասել, որ դրա դեֆիցիտը վերաբերում է իշխանությանը։ Նշված պնդումն էլ հիմնավորելու համար ուղղակի անկեղծ։ Դուք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի հետ կապված խնդիր չեք տենում։ Իսկականից այն, որ Վահագն Հովակիմյանը լինելով ՔՊ հիմնադիր անդամ այս նիստերի դահլիճից գնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք այդ մասով խնդիր չեք տեսնում, իսկ ընդդիմության մասով ենթադրում եմ պետք է հայտնի հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների, հաղորդագրությունների տեսանկյունից վկայակոչումը կատարեք, միգուցե չհասցրեցիք։ Սահմանադրական դատարանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին ես նույնիսկ խնդրել եմ։ Ասել եմ բարձրաձայն եք այդ հարցը։ Ասեք, որ էական ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա, թող նոր ընտրություններ լինեն։ Հրաժարվեցին։ Պատկերացնում եք։ Հրաժարվեցին։ Ասեցին դա էպիզոդիկ դեպքեր ա եղել։